Բարև ձեզ։ Սպասեմ մի քանի հոգի էլ միանան ու սկսենք։ Քանի որ ինչպես միշտ հարցերը բազմաթիվ են, պայմանավորվենք, որ միացողները ողջունում ենք իրար ու ասում եք, թե որտեղից եք նայում։ Բարի երեկո նոր միացողներին, սկսեմ երևի հենց առաջի հարցից, առաջին հարցը ինձ ուղղել են քրեական վարույթի ընթացքում գույքային հայց ներկայացնելու հարցին, թե գույքային հայցը որ էտապում է ճիշտ ներկայացնել։ Նշեմ, որ նոր քրեական դատավարությունը արդեն կոնկրետ նախատեսում է, թե գույքային հայցը երբ կարող է ներկայացվել եւ երբ պետք է ներկայացվել։ Ըստ էության գույքային հայցը ներկայացվում է քրեական գործը դատարան մուտք անելուց, քրեական գործը դատարան հանձնելուց հետո մինչև նախնական դատական լսումների ավարտը։ Այսինքն կոնկրետ հստակ ժամանակ ունի եւ կոնկրետ փուլ ունի քրեական վարույթով գույքային հայց ներկայացնելը։ Հակառակ դեպքում դուք ուղղակի այդ ժամկետը կամ այդ փուլը բաց կթողեք։ Իհարկե դատարանը միշտ նախապես տեղեկացնում է, թե որ փուլում ենք, հարցնում է, թե արդյոք տուժող կողմը ունի գույքային հայց եւ ցանկություն ունի այդպիսի հայց ներկայացնելու եւ միայն պարզելուց հետո կա թե չկա այդպիսի ցանկություն, դատարանը անցնում է առաջ, անցնում է հաջորդ փուլին։ Ողջույն, ողջունում եմ բոլոր նոր միացողներին։ Ուրեմն հետևյալ հարցն է եկել, թե եթե համասեփականատերերը հրաժարվում են իմ բաժնեմասի գումարը տան, ես ինչպես իմ բաժնեմասը առանձնացնեմ դատարանով, թե փաստաբանի միջոցով։ Նշեմ, որ այսինքն փաստաբանի միջոցով, այսպես թե այնպես, եթե դուք ուզում եք դատարան դիմել, դժվար է ինքնուրույն դիմել, այսպես թե այնպես կարիք է լինելու փաստաբանի դիմել, բայց փաստաբանի միջոցով, որպեսզի ցանկանաք ձեր փոխհատուցմանը հասնել, անհրաժեշտ է, որպեսզի ուղղակի փաստաբանը բանակցություններ սկսի կամ արտադատական նամակ ուղարկի։ Սակայն եթե ձեր մյուս համասեփականատերերը հրաժարվում են այդպիսի հատուցում տրամադրելուց, ապա փաստաբանը ինքնին ոչինչ չի կարող անել, բացի այն գործողությունից, որ պետք է դիմել դատարան։ Բնականաբար դատարան դիմելուց առաջ փաստաբանը, ինչպես նշեցի, նամակ է ուղարկում, փորձում է իր հետ այսպես բանակցություններ սկսել արտադատական, եթե կա այդպիսի հնարավորություն։ Իսկ վերջին լուծում իհարկե դատական կարգով է։ Եթե դատարան չդիմեցիք, ապա այլ կերպ հնարավոր չէ առանձնացնել ձեր բաժնեմասը։ Դեռ էլ չեմ նշում, որ եթե բաժնեմասը առանձնացնել հնարավոր է, ապա կարող եք այո դատական կարգով դիմել եւ առանձնացնել։ Իսկ եթե հնարավոր չէ, ապա այդ դեպքում բոլորովին այլ կարգավորումներ է, որի մասին երեկվա եթերում խոսել եմ։ Ողջույն նոր միացողներին, բարևեք, որովհետև ես բոլորին բարևում եմ, ինչքան նոր միացող տեսնում եմ, բարևում եմ եւ սպասում եմ, որ դուք եւս ողջունեք։ Եվ միաժամանակ Թեհմինե ջան ողջույն։ Լավ եմ Թեհմինե ջան, շնորհակալ եմ։ Միաժամանակ գրեք դարձրեք դա մեր տրադիցիան դարձրեք, եթե միանում եք, միանգամից գրեք, թե որտեղից եք նայում, որովհետև շատ հաճելի է, անցյալ օրի իմ ծանոթներից մեկը ասում էր, եթերը նայում եմ, այնքան մեծ աշխարհագրություն ուներ, որտեղից ասեք, որ մարդիկ դիտում էին եւ շատ հետաքրքիր էր նաեւ մյուսների համար էլ, թե աշխարհի որ ծայրերից են մեզ դիտում, այնպես որ լավ կլինի, որ գրեք եւ ողջունեք եւ գրեք։ Անցնենք հետեւյալ հարցին, ուրեմն հարցի հեղինակը նշում է Անի ջան, խնդրեմ պատասխանես հարցիս, հայրիկիս մահից հետո մինչ 6 ամիսը լրանալը ես, քույրս եւ հորս երկրորդ կինը, որը զաքսավորված է եղել հորս հետ, ժառանգության հայտ ենք ներկայացրել, բայց կադաստրից դեռևս վերջնական բաժնեմասի փաստաթուղթ չենք վերցրել, ես եւ քույրս, նոտարական գրասենյակում ասացին, որ 1/7 մասն է հասնում ինձ եւ քրոջս, հիմա հարց է տալիս, նշում է, թե առաջին հարց ինչպես է բաշխվում բաժնեմասերը եւ երկրորդ հարց, եթե երկրորդ քույրս չի դիմել 6 ամսյա ժամկետում հայրական տունը, կարող ենք միայն հայտ ներկայացրածներով վաճառել օրենքով։
Այսինքն ըստ էության հարցը այն է, որ եթե դեռևս սեփականության վկայական անձը չի ստացել, ապա կարող ենք արդյոք վաճառել։ Թեյմինե ջան, ուրախ եմ երասխից։ Ողջույն Աննա ջան, Մանանա ջան, ողջույն, բարի երեկո, Նունե ջան, բարև ձեզ։ Տեսեք, հիմա իրավիճակը այսպեսին է, նախ այն հարցը, թե ինչպես է բաշխվում բաժնեմասերը։ Բաժնեմասերի բաշխումը շատ հստակ է, պետք է հասկանալ, որքան է կազմում ժառանգատուի բաժնեմասը, այսինքն ինչ մասի սեփականատեր է ժառանգատուն, դա առաջին, եւ քանի ժառանգով են դիմել եւ ինչպես է բաշխվելու։ Հունաստանից Թերեզա ջան, ողջույն։ Ողջույն, ուրախ եմ շատ։ Մանանա ջան, դուք Ալավերդիից, ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ինչպես նշեցի եմ, բաժնեմասերը թե ինչպես է բաշխվում, դա կախված է, թե որքան է կազմում ժառանգատուի բաժնեմասը, ինչպես է այն բաշխվել եւ քանի ժառանգ են։ Հաջորդ հարցը, թե եթե երկրորդ քույրս չի դիմել 6 ամսյա ժամկետում հայրական տան տունը, կարող ենք միայն հայտ ներկայացնելով վաճառել օրենքով։ Տեսեք, եթե ստացվել է սեփականության վկայական, կարող եք, առանց սեփականության վկայականի չեք կարող, որովհետեւ շատերն են դիմում, ասում են ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո հնարավորություն կա վաճառք անել առանց սեփականության վկայական ստանալու։ Ոչ, օրենքը նախատեսում է հետևյալ ընթացակարգը, որ պետք է ստանաք ժառանգության վկայագիր, այնուհետև այն ներկայացնեք իրավունքի պետական գրանցման, գրանցվի ձեր իրավունքը, գրանցվելուց հետո ստանաք միասնական տեղեկանք, այսինքն արգելանքի եւ կալանքի տակ չգտնվելու մասին միասնական տեղեկանք, որից հետո միայն կարողանաք վաճառք անել։ Առանց դրա չեք կարող։ Նայրա ջան, ողջույն։ Լիլիա Պողոսյան, բարև ձեզ, Սոնյա ջան, ողջույն։ Այսպես, այսինքն չեք կարող վաճառք անել, մինչև ձեր ժառանգության իրավունքի վկայագրով սեփականության վկայական չստանաք։ Իսկ եթե ունեք արդեն իսկ սեփականության վկայական, ապա այո, եւ եթե կալանք արգելանք չկա, բնականաբար ազատ է, կարող եք վաճառել, խնդիր չունեք։ Հաջորդ հարցը հետևյալն է, էլի լատինատառը փորձեմ մի քիչ դժվարությամբ, բայց կարդալ։ Բարև ձեզ, բարի երեկո ձեզանի ջան, թող որ այս կապը լինի երկարատև, նկատի ունի երևի ուղիղ կապը այս մեր եթերը։ Ասացեք, խնդրեմ, անչափահաս երեխան կարող է լինի սեփականատեր մայրական տատիկի տան մասին է, որտեղ ընդամենը գրանցված էր։ Ուղղակի փախստականի ընտանիք էր, ես ձեզ հետ կապնվել եմ Մոսկվայից, տունը Երևանում է, ընդհանրապես տվյալ տան անգամ 1 վայրկյան չեն ապրել, մամայիս մահից հետո տան 1/3 մասը իրենցն է, 1/4 մասը իմն է, այն դեպքում ես եմ պահել անգամ անկողնում եւ ինչ եք գրել, հուղարկավորությունը, եւ հուղարկավորությունը ես եմ արել, մի խոսքով ամեն բան, ինչը վերաբերում է մայր ծնողին։ Հարգելի հարցի հեղինակ, տեսեք, այստեղ այնքան խառն եք դուք հարցը գրել, համենայն դեպս մի բան այս ամեն ինչից կարողացա հասկանալ, որ 1/3 մասի սեփականության մասին եք խոսում, որ վիճարկվում է, պետք է վիճարկվի այդ 1/3 մասի սեփականությունը։ Պետք է տեսնել սեփականության վկայականը, պետք է տեսնել, թե ինչ հիմքով է սեփականատեր դարձել, եթե ժառանգության հիմքով է, ուղղակի չեք նշում, թե ինչ հիմքով, նշում եք կարող է դառնալ, թե եթե ընդամենը գրանցված էր։ Հիմա կարող է այդ անձը վճռով է դարձել սեփականատեր, կարող է այդ անձը ժառանգության կամ կտակի հիմքով է դարձել սեփականատեր, չեմ կարող ասել, հարգելի հարցի հեղինակ։ Միայն երբ որ հարցնում եք կարող է արդյոք դառնալ, այդ պատճառով ես պետք է հիմքերը տեսնեմ։ Պետք է տեսնեմ սեփականության վկայականը, սեփականության վկայականում այդ հասցեի ներքևի ստորին հատվածում նշվում է հիմքը, թե ինչ հիմքով է անձը սեփականատեր դարձել։ Ուսումնասիրենք հիմքերը, միայն այդպես կարող եմ ասել։ Այն, որ ձեր մայրիկին անկողնում խնամել եք եւ հուղարկավորություն ամեն ինչը արել եք, շատ լավ եք արել։ Եթե ժառանգության հետ կապված ծախսերի պահանջ ունեք, որովհետեւ շատերը այդ հարցով դիմում են, ասում են, եթե մենք օրինակ հուղարկավորության ծախս ենք արել, ժառանգության հետ կապված հիվանդության ընթացքում ծախսեր ենք արել, ինչպես կարող ենք այդ ծախսերը պահանջել եւ ստանալ մյուս ժառանգներից, ապա այդ ծախսերը կարող եք ստանալ ժառանգության բացման պահից 6 ամսյա ժամկետում։ Այսինքն պատկերացրեք, ինչպես որ ժառանգության դիմում եք ներկայացնում, նույն կերպ այդ ծախսերի պահանջը պետք է ներկայացվի 6 ամսյա ժամկետում։ Եթե այդ ժամկետը բաց եք թողում, հետագայում դուք ուղղակի զրկվում եք այդ պահանջը ներկայացնելու հնարավորությունից։ Ողջունում եմ բոլոր նոր միացողներին։ Ողջունում եմ բոլորին։
նրանց, ովքեր գրում են, բոլոր նրանց, ովքեր գրում են, թե որտեղից են այս պահին հետևում իմ եթերին, եւ նաեւ բոլոր նրանց, ովքեր չեն գրում։ Իսկ ես նայում եմ, թե ովքեր չեն գրում, ես ուշադիր հետևում եմ։ Թեհմինե ջան, միշտ հաճույքով հետևում եմ, լսում եմ, հիացած եմ։ Իրոք ոչ մի փաստաբան նման բարի գործ չի անի, Աստված շնորհակալ եմ, չէ, մեր փաստաբանները իրականում լավն են, մենք լավ փաստաբաններ շատ ունենք։ Պարզապես ամեն մեկը մի կերպ է կառուցում իր աշխատանքը։ Հիմա ես այդպես եմ որոշել, որ որոշակի առումով ինչ որ չափով պետք է կարողանամ օգտակար լինել ազգիս եւ այսպես եմ օգտակար լինում։ Ձեզ եմ շնորհակալ հետևելու, գնահատելու եւ գնահատանքի նման խոսքեր լսելու համար։ Հարգանքներս ձեզ չեմ կարողանով դիմել Golden Future կրթական կենտրոն, շնորհակալ եմ ակտիվ լինելու եւ մեկնաբանելու համար։ Մի հարց էլ ժողովուրդ ջան, հարց որ գրում եք, խնդրում եմ, եթե հնարավոր է ավելի པարզ գրեք հարցը, որպեսզի ես հասկանամ կամ ստիպված եմ լինելու անընդհատ հարցեր տամ, երբ որ անընդհատ ես հարցեր եմ տալիս, ստացվում է, որ մի եթերը նվիրվում է մի հարցին։ Այդ պատճառով ես այս հարցի հեղինակին հավանաբար ինքը կլսի, այս հարցի հեղինակին ես կխնդրեմ, որ սեփականության վկայականը ուղարկի առանձին մեր WhatsApp-ին, WhatsApp-ի հեռախոսահամարը մշտապես նշում եմ 077 96 86 96, այդ հեռախոսահամարի WhatsApp-ին թող ուղարկի, ես նայեմ։ Սոնյա ջան, սա երրորդ եթերն է, այո, երրորդ եթերն է, երկրորդը երևի բացեք թողել, բայց իմ էջում տեղադրված է, կարող եք նայել։ Նայրա ջան, ուրախ եմ, որ Ռուսաստանից եք հետևում։ Ընդհանրապես շատ հաճելի է, երբ որ մարդիկ փորձում են իրենց իրավագիտակցությունը բարձրացնել եւ լինում է իրավիճակ, այդ մարդ իր իրավիճակից ելնելով է այդ հարցը տալիս, հասկանում ես, որ կոնկրետ ինքն է այս բանի խնդրի առջև, բայց լինում է, որ մարդ ուղակի չունի այդ խնդիրը, բայց ուղակի իրեն հետաքրքիր է։ Եվ իսկապես շատ հաճելի է, երբ մարդ ցանկանում է իր իրավագիտակցությունը բարձրացնել։ Նայրա ջան, հարց եք ուղղել, բայց փորձենք հարցերով անցնել վերջում, հա, որովհետև ի սկզբանե նախապես ուղարկած հարցեր էլ ունեմ, փորձեմ այս հարցերով անցնել, հետո հետ գամ ձեր հարցերին։ Բարև ձեզ Տիկին Թորոսյան, ամուսինս Հայաստանում ունի անշարժ գույք, որը ցանկանում է կտակել աղջիկներին, սակայն հայկական անձնագիրը վավերական չէ 2018-ից, իսկ սեփականության վկայականը հայկական անձնագրով է։ Արդյոք կարող է կտակել այլ երկրի անձնագրով, նա ապրում է արտերկրում։ Ըստ էության, այո, որևէ խոչընդոտ չունի ձեր ամուսինը, հարգելի հարցի հեղինակ, որևէ խոչընդոտ չունի կտակ կազմելու իր այլ անձնագրով։ Պարզապես նման դեպքերում մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որպեսզի նոր անձնագիրը ներկայացնի կադաստր, որպեսզի կադաստրում եւս լինի, արկա լինի այդ այլ անձնագիրը հետագայում, թեպետ հետագայում էլ խնդիր չի ծագելու, բայց ամեն դեպքում ճիշտ կլինի, որպեսզի ներկայացվի այդ անձնագիրը կադաստր։ Շնորհակալ եմ հարգելի Սարգիս Կիրակոսյան։ Գիտեք, մի բան ասեմ, եթե ամենքս մեր ոլորտում, ես իրավաբան եմ, փաստաբան եմ, մեկ ուրիշը բժիշկ է, մեկ ուրիշը մաթեմատիկ է, չգիտեմ, ամենքը իր ոլորտում կարողանա շատ փոքր իր հնարավորության չափով մեր ազգին օգտակար լինի, մեր ազգի նման ազգ չի լինելու։ Շուշանիկ ջան, ուրախ եմ, Երևանից եք, ուրախ եմ շատ։ Անցնենք հաջորդ հարցին, բարև ձեզ, ես ամուսնալուծված եմ, ունեմ 3 երեխա, 2 անչափահաս, 1 չափահաս, տուն ձեռք եմ բերել ամուսնության ընթացքում ու դեռ հիպոթեկի տակ է, մոտ 9 տարի, 20 տարով է եղել, այսինքն նկատի ունի եւ հիպոթեկի ժամկետն է 20 տարով, կասեք անշարժ գույքը կիսելուց երեխաներին բաժին չի հասնում, նշեմ մեծս գրանցել եմ, փաստացի, հայրը համաձայնություն չի տալիս, եթե դատարանի միջոցով բաժանենք, իմ վճարածը շատ է ու իմը ավելի շատ կլինի։ Մի փոքր հարցը խառն է, բայց իմաստը հասկացա ինչ է ուզում ասի։ Հարցի հեղինակն ուզում է ասի, որ եթե ամուսիններով ենք հիպոթեկով ձեռք բերել, ապա երեխաներին բաժին կհասնի, թե չի հասնի։ Տեսեք, քանի որ հիպոթեկով, հիպոթեկային վարկային պայմանագրով դուք գնորդները դուք եւ ձեր ամուսինն եք, ապա սեփականատերերը դուք երկուսով եք։ Երեխաները իրավունք կունենան իրավունք ձեռք բերել միմիայն ամուսինների
Ամուսինների մահվանից հետո որպես ժառանգություն, այն էլ եթե ամուսիններով կտանեք եւ կգրանցեք ձեր կոակցի սեփականության իրավունքը, ապա երեխաները իրավունք կունենան ձեռք բերել ժառանգություն միայն երկրորդ ամուսնու մահից հետո, այսինքն կնոջ կամ ամուսնու մահից հետո, այսինքն վերջին ամուսնու մահից հետո։ Իսկ եթե կողակցի սեփականության իրավունք գրանցված չի լինի, ապա որևէ ամուսնու մահից հետո երեխաները իրավունք կունենան։ Իսկ մինչ այդ ոչ, իրավունք ունեն միայն սեփականատերերը։ Ողջունում եմ նոր միացողներին։ Ես պետք է պարբերաբար հիշեցնեմ, որ դուք չեք գրել, թե որտեղից եք դիտում ինձ։ Տեսեք, ես ժամը քանիսն է, ժամը 10-ն է, ես հարցեր եմ նախապատրաստում, ժամ եմ հատկացնում եւ որոշում եմ որևէ կերպ օգտակար լինել ձեզ։ Ուրեմն, որպեսզի եթերին էլ դուք կարողանաք օգնել, ընդհանրապես պետք է մտնել, ողջունել եւ գրել, թե որտեղից եք նայում։ Այդ մեկնաբանությունով ուղղակի նախ ինձ է հետաքրքիր, թե իսկապես որտեղից եք դիտում եւ ինչ աշխարհագրություն ունի մեր բլոգը, բացի այդ նաեւ մեր եթերը ավելի ակտիվանում է դրանով։ Ողջույններս։ Թեհմինե ջան, շատ ուրախ եմ։ Իսկապես մենք ունենք շատ լավ փաստաբաններ, այո, մենք ունենք շատ լավ իրավաբաններ, ովքեր շատ նվիրված իրենց աշխատանքն են կատարում։ Շուշանիկ ջան, շնորհակալ եմ ձեր գնահատանքի համար։ Ես չեմ կարծում, որ շատ մեծ գումարի դիմաց են անում, սա խորհրդատվության ընդամենը վճար պետք է հաշվարկվի։ Խորհրդատվությունը իսկապես դա ծառայություն է, որը ենթակա է վճարման, այո, եւ ես այս մասին հաճախ եմ խոսում։ Ես հաճախ եմ նշում, որ այո, դա աշխատանք է, դա ծառայություն է, որը վճարման ենթակա է։ Մարդիկ պետք է դա հասկանան, գիտակցեն եւ անուն չդնեն, այսպես ասած, այն փաստաբաններին, ովքեր վճար են վերցնում։ Ես ինքս էլ իմ խորհրդատվությունները վճարովի են։ Պարզապես այս ձևաչափով ես փորձում եմ անցնել այն հարցերով, որոնք որ եւ հարցի հեղինակին է հետաքրքիր, քանի որ դա մեկ հարց է, իսկ մեկ հարցի համար ես չեմ պահանջում այդ խորհրդատվության վճարը, սակայն քանի որ իմ ժամը զբաղեցվում է, խնդիրը դա է։ Այդ պատճառով որոշեցի այս ձևաչափով եւ ընդամենը 40 րոպեում կամ 1 ժամում ես բազմաթիվ հարցերով եմ անցնում եւ նաեւ այդպես օգտակար ենք լինում մյուս մեր համակարգացիներին կամ մեր ազգակիցներին, ովքեր որ կարող են նմանատիպ խնդիր ունենան եւ ըստ էության հետաքրքիր իրավիճակներ է լինում, որ նաեւ կրկնվող է լինում։ Օրինակ մեկ ուրիշը լսում է եւ հասկանում է, որ իր իրավիճակին մոտ վիճակ է եւ պատկերացնում է դրա լուծումը կամ իրավական ուղղությունը ինչպիսին է։ Այս առումով կարծում եմ, որ այո, պետքա կանե, բայց վճարովի խորհրդատվություններ ես ինքս եմ համատուցում եւ անհրաժեշտ է, որպեսզի մասնագետը վճարվի։ Ես հետ գամ Արարատից, Երևանից, Լիոնից հավատարիմ ունկնդիր Ռուբեն, շնորհակալ եմ, Արթիկից, Էջմիածնից, Արագած գյուղից։ Տեսնում եք ինչ հետաքրքիր է, որ տեսնում ենք ով որտեղից է, Վրաստանից Ռուզաննա Զավենովնա, մենք ոնց որ խոսել ենք, չէ՞, Ռուզաննա Զավենովնա, եթե ճիշտ եմ հիշում։ Այդա Երևանից, Լուսինե Երևանից, ուրախ եմ շատ, անցնենք առաջ։ Ուրեմն հարցի հեղինակը նշում է, որ Անիջան ամուսինս 8 տարի է մահացել, մինչ այդ տուն է առել ու մի հատ էլ նորն է կառուցել ու նվիրել տղաներիս։ Բայց միասին ապրել ենք 40 տարի, մահից հետո տղաներս ինձ ասում են, որ ես բաժնեմաց չունեմ։ Հիմա ես առանձին եմ ապրում, բայց գրանցված եմ այդ հասցեում։ Սա այն ցավալի իրավիճակն է, սա հենց տիպիկ այն ցավալի իրավիճակն է, երբ որ մարդ հարցնում է ինչ անեմ։ Ես որ ասում եմ, ես չեմ ուղղորդելու ձեզ, կտակ թե նվիրատվություն, հենց այս պատճառով չեմ ուղղորդում։ Հիմա տեսեք, կոնկրետ այս դեպքում հարցի հեղինակը ինչ է նշում է, որ ամուսինը գույքը նվիրել է տղաներին, 40 տարվա ամուսիններ են, եւ հիմա այս պահին տղաները ցավոք մորը ասում են, որ բաժնեմաց չունի այդ տանը։ Այդ պատճառով պետք է ինքներդ որոշեք, կտակ անել թե նվիրատվություն, որովհետեւ տեսեք, կտակի դեպքում անձը միջև իր մահը սեփականատեր է լինում, բայց լինում է իրավիճակներ, որ անձը ասում է ես խնդիր չունեմ, ես վստահաբար ասում եմ, որ նվիրատվություն կարող ենք ձևակերպել, որովհետև ես իմ երեխաների հետ որևէ խնդիր չունեմ եւ չեմ էլ ունենալու։
Հիմա ես չեմ կասկածում, որ հաստատ այս իրավիճակում հայրը ասել է, որ ես էլ իմ տղաների հետ որևէ խնդիր չեմ ունենալու, թող նվիրատվություն լինի, եւ նվիրատվություն ձևակերպելուց հետո հիմա իրավիճակ է, որն ասում են դու բաժնեմաս չունես։ Ինչ ասեմ, ցավալի իրավիճակ է, բայց սա է։ Հետ գանք նորից տեսնենք ով որտեղից է ինձ նայում։ Նելի ջան, ուրախ եմ, շնորհակալ եմ շատ։ Աստղիկ ջան, ողջույնները, շնորհակալ եմ։ Հասմիկ ջան, շնորհակալ եմ։ Ես ընդամենը իմ մասնագիտական գիտելիքներով փորձում եմ որևէ կերպ օգտակար լինել ձեզ բոլորիդ։ Ռուզանա ջան, ես ճիշտ էի, չէ՞ հիշում, որ խոսել ենք, այո։ Եթե էլի ունեք իմ խորհրդի կարիքը, գիտեք արդեն ինչպես ինձ հետ կապվեք։ Երևանից Գայանե ջան, շնորհակալ եմ։ Մեղրիից Լուսինե ջան, ուրախ եմ շատ։ Այդ տեսնում եք ինչ հաճելի է, երբ որ հասկանում ենք ով որտեղից է ու համել մի քիչ այդ չոր իրավաբանությունից ընթացքում հարցերի միջանկյալ հարցերի արանքում գոնե կարողանում ենք նաև հասկանալ ով որտեղից է։ Կարինե ջան, ճիշտ եք անում, որովհետև օրենսդրությունը իմանալը երբեք չի խանգարի, հաստատ կօգնի ու չի խանգարի։ Վատ նեգատիվ ինֆորմացիայի փոխարեն հաստատ ավելի լավ է ձեր իրավունքները իմանալ։ Ես այդպես եմ անում իրականում, ես շատ քիչ եմ հետևում, հիմա կարող եմ վատ բան ասեմ, բայց նորություններին գրեթե չեմ հետևում։ Լավ, անցնենք հաջորդ հարցին։ Տիկին Թորոսյան, տան սեփականատերերը 3-ն են, մահացած կեսրարս, կիսուր մայրիկս, որն ապրում է մեզ հետ Ռուսաստանում, ամուսինս ու եղբայրը։ Այդ եղավ 4։ Դա 3 չեղավ։ Ինչպես է տնօրինվում գույքը, կիսուր մայրիկը արդեն 5 տարի է անկողնային հիվանդ է։ Հարգելի հեղինակ, դուք նշեցիք 3, բայց 4 իրականում, թվարկեցիք 4 սեփականատեր, ինչպես է տնօրինվում է բոլոր սեփականատերերի ընդհանուր համաձայնությամբ։ Եթե ձեր կիսուր մայրիկը անկողնային հիվանդ է, ապա որևէ գործարքի համար պահանջվելու է վերջինիս լիազորագիրը։ Իսկ ինչպես է տնօրինվում, բնականաբար, եթե կա համաձայնություն, ապա համաձայնությամբ լիազորագրով ձեր ցանկացած գործարք անում եք, ձեր ցանկացած գործողությունը անշարժ գույքի հետ կատարում եք։ Եթե չկա համաձայնություն, այ խնդիրը այստեղից է ծագում, եթե չի լինում համաձայնություն։ Տա Աստված, որ համաձայնություն միշտ լինի եւ որևէ խնդիր չունենաք։ Իսկ տնօրինման մասին թե ինչպես է տնօրինվում, գույքը տնօրինվում է, օրինակ կարող եք վաճառք անել, կարող եք գրավ դնել, կարող եք փոխանակել, կարող եք գույքի բաժանում անել, ցանկացած եղանակով, այն եղանակով, որով որ դուք ուզում եք։ Նարինե Սահակյան ջան, ես հարցերին հետ կգամ վերջում, քանի որ նախապես արդեն իսկ կան հարցեր, եկեք դրանցով անցնենք, հետո հետ կգանք հարցերին։ Բայց մինչ այդ Բելգիայից Նարինե Սահակյանն էր Բելգիայից։ Ես Մեղրիից եմ, ուրախ եմ։ Կներեք, մեկ զանգի իրավունք ունենք, դուք հեռախոսով մեկ հարցի պատասխանում եք։ Ես այստեղ էլ եմ մեկ հարցի պատասխանում, WhatsApp-ում էլ եմ մեկ հարցի պատասխանում ու միայն մեկ հարցի չեմ պատասխանում, շատ հարցերի եմ պատասխանում։ Դա ով է? Գայանե ջան, Գայանե Դավոյան ջան։ Բայց եթե ես հասկանում եմ, որ այնպիսի իրավիճակ է, որ պետք է խորհրդատվության մոտենաք կամ թեկուզ զանգով on-line-ով էլ ենք խորհրդատվություն տրամադրում, ես ասում եմ, որ պետք է խորհրդատվություն, որովհետև իրավիճակ է լինում, որ ես պարբերաբար պետք է հարցեր տամ, ասեմ, ուղարկեք վկայականը տեսնեմ, ուղարկեք ժառանգության իրավունքի վկայականը տեսնեմ, ով երբ է մահացել, երբ որ ծնողը մահացել է, երեխան որտեղ է ապրել։ Պատկերացնում եք, չէ՞, արդեն հարցերի այդ շարանը բերում է նրան, որ բավականին ժամանակ է հատկացվում կոնկրետ այդ հարցի հեղինակին։ Իսկ դա իմ ժամանակը ուղղակի անսահմանափակ չէ, ասեմ ավելի, իմ ժամանակը շատ խիստ սահմանափակ է։ Այդ պատճառով միայն խորհրդատվության եմ հրավիրում, կամ on-line, կամ ինձ մոտ։ Իսկ եթե մեկ հարց է, բնականաբար պատասխանում եմ, ինչ խնդիր։ Կարինե Կարապետյան ջան, Գերմանիայից ուրախ եմ։ Իդեպ ես արդեն հասկացա, որ ունեմ հետևորդներ, ովքեր արդեն 3-րդ եթերն է, ուշադիր հետևում են ու մեկնաբանում են, որի համար շատ ուրախ եմ։
Հաջորդ հարցը տան միակ սեփականատերը ոչ ոք բացի ինձանից գրանցված չի, սեփականատերն եմ երևի, հա։ Ոչ ոք բացի ինձանից գրանցված չի, ունեմ 2 երեխա, տղա, աղջիկ։ Ամուսինս 8 տարի է մահացած է, 20 տարուց ավել է, որ միայն ես եմ տիրապետում։ Դիմել եմ ժառանգության համար, չի ստացվում։ Ինչ ժառանգության համար։ Տեսեք, հիմա այստեղ հարցի հեղինակը խանումն է, ազգանունը չեմ նշում։ Հարգելի խանում, դուք ասում եք, որ տան միակ սեփականատերն եմ, դրանից հետո ասում եք դիմել եմ ժառանգության համար, չի ստացվում։ Այդ տեսեք, որ չեմ հասկանում։ Հիմա գուցե ձեր ամուսնու ժառանգությունն է, որ պետք է ձևակերպեք, որ կարողանամ կտակել երեխաներիս, ինքս 75 տարեկան եմ։ Կտակի համար, որպեսզի դուք կտակեք, պարտադիր չի որևէ թղթաբանություն անեք։ Դուք կարող եք ուղղակի մոտենալ նոտարական գրասենյակ, կտակը կազմել ցանկացած գույքով։ Կտակի այդպիսի ձևաչափ կա, որտեղ նշվում է, որ կտակում եմ ինձ պատկանող գույքը, որտեղ էլ գտնվի, ինչում էլ կայանա։ Այսինքն դա նշանակում է, որ ձեր մահվան դրությամբ ինչ գույքային իրավունք եւ գույք է լինի, կտակի ծավալի մեջ ներառվում է։ Իսկ եթե ձեր ամուսնու ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ կա, պետք է ուրեմն առանձին ինձ գրեք, որ ես հասկանամ ինչ խնդիր է։ Ռոստովից Բելլա Սարգսյան ջան, ուրախ եմ։ Անցնեմ հաջորդ հարցին։ Բարևանի ջան, մի հարց եմ ուզում ձեզ տամ։ Ես ամուսնուս երկրորդ կինն եմ, ունեմ 1 դուստր անչափահաս, ամուսնուս առաջին կինը եւ որդիները 30 տարի իրենցից տեղեկություն չեն ունեցել։ Ամուսինս մահացել է 1 տարի ու կես ու իրանք եկել ասում են սեփականատեր են, բայց օրինական կինը ես եմ ու ամուսինս կտակ է թողել ինձ եւ աղջկաս։ Ժառանգությունս բացել եմ ես 6 ամիս հետո, ես կկարողանամ նրանց սեփականատիրոջ իրավունքից զրկեմ, խնդրում եմ պատասխանեք։ Տեսեք, հիմա հարցի, այս իրավիճակն է, որ հարցից հարց է ծագում։ Հիմա եթե ձեր ամուսինը կտակ է կազմել եւ դուք ժառանգությունը բացել եք ու սեփականատեր եք, ապա նշում եք, որ կկարողանամ նրանց սեփականության իրավունքից զրկել։ Դա նշանակում է, որ նրանք ունեն սեփականության իրավունք։ Ենթադրում եմ, որ սեփականության վկայականով հավանաբար ձեր ամուսնու նախկին ընտանիքի անդամները սեփականատերեր են, համասեփականատերեր են, պարզապես ձեր ամուսինը կտակել է իր բաժնեմասը ձեզ եւ ձեր աղջկան։ Իսկ սեփականության իրավունքից զրկելու համար բավականին լուրջ հիմքեր է պահանջվում։ Եթե սեփականության իրավունքի դադարման վերաբերյալ պահանջ եք ուզում ներկայացնել, դրա մասով ես խոստացել եմ մեր նախորդ եթերներից մեկում, մեր հետևորդներից մեկը բավականին լավ ու ակտուալ հարցեր տվել, ես խոստացել եմ, որ մոտակա եթերներից մեկում կանդրադառնամ սեփականության իրավունքին, հատկապես համատեղ սեփականության դեպքում եւ բաժնային սեփականության դեպքում մյուս սեփականատերերի իրավունքի դադարեցման, ձեռքբերման վաղեմության ուժով իրավունքի ճանաչման հարցերին։ Ըստ էության ձեր խնդիրները նույնանման լինելու, որպես տիրազուրկ գույք պետք է իրավունքը դադարած համարեք, բայց կանդրադառնամ դրան առանձին։ Ասեմ ինչու, քանի որ բավականին ծավալուն թեմա է, հիմա եթե ես սկսեմ դրա մասին խոսել, ուղղակի մյուսներին հետ անհետաքրքիր կդառնա, իսկ կոնկրետ այդ եթերը ես նախապես կհայտարարեմ, որ այդ հարցով եւ դրա շուրջ է եթերը եւ մարդիկ իմանան այդ օրը ինչ է լինելու։ Վիկտորիա ջան, Տաշիրից եք, ուրախ եմ, հարցը ուղղել եք անցյալ անգամ, ստացել եք պատասխանը, պատասխանել եմ, թե մնացել է անպատասխան։ Հա, մի բան էլ մոռացա նշել, ժողովուրդ ջան, որ ոչ բոլոր հարցերի պատասխանները ես ունեմ։ Բնականաբար պատկերացնում եք, չէ, որ ոչ մի փաստաբան այնպես չի, որ ամբողջական օրենսդրություն է տիրապետում մեկ եւ այնպես չի, որ բոլոր ոլորտներում աշխատում է եւ գործում է, որովհետեւ ես կարող եմ միայն պատասխանել այն հարցերին եւ ինձ իրավունք են վերապահում պատասխանել այն հարցերին, որ հարցերի հետ որ պարբերաբար առնչվում եմ, որ հարցերով որ աշխատում եմ եւ որ հարցերից որ քաջատեղյակ եմ։ Այսինքն ես ինձ իրավունք չեմ վերապահում պատասխանել այն հարցերին, որոնց հետ որ ուղղակի տեսական գիտելիքներ ունեմ։ Դա ուղղակի պրոֆեսիոնալ չի, այդ պատճառով կարող է արանքում ընթացքում հանդիպեն հարցեր, որոնց ես չպատասխանեմ եւ ասեմ, որ դա իմ ոլորտի հարց չէ, այդ պատճառով չեմ պատասխանում։ Ահա, ուրեմն հաջորդ հարցը ճիշտ է արդյոք, որ եթե մի նոտար արդեն մեկ գույքի վրա ժառանգություն է բացել, այլ նոտար իրավունք չունի մեկ այլ գույքի համար ինքը ժառանգության գործ սկսի։ Այո, այդպես է, եթե մեկ նոտարի մոտ արդեն իսկ ժառանգական գործը բացվում է, հետևաբար բոլոր ժառանգները իրենց դիմումները ներկայացնում են կոնկրետ այդ նոտարին
եւ այդ նոտարն է բացում ժառանգությունը։ Վիկտորիա ջան, ինչ էր ձեր հարցը, որ պատասխան չեք ստացել։ Կամ չափից ավելի անորոշ հարց է եղել, կամ իմ ոլորտի հարց չի եղել։ Կարող եք կրկնեք դրեք այստեղ, հետո որ վերջացնեմ այս հարցերը, հետ կգամ կնայեմ։ Եթե իմ պատասխանելիք հարցն է, ապա կպատասխանեմ բնականաբար։ Հաջորդ հարցը. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, եթե հայրս կտակ է արել 3 ժառանգներից մեկին եւ մահացել է, մյուս 2 ժառանգները ունեն բաժնեմաս։ Հիմա տեսեք, եթե նկատի ունեք, որ ձեր հայրը կտակ է արել եւ ձեր հայրն է մահացել, ապա ոչ։ Եթե նկատի ունեք, որ ձեր հայրը կտակ է արել եւ մահացել է այն անձը, ում որ կտակվել է, եւ եթե, հիմա կասեք, այս իրավաբանները ինչքան եթեներով են խոսում, բայց դե պարտավորենք այդպես, որովհետեւ բացառող հանգամանքներ են լինում։ Եվ եթե ենթաժառանգ նշանակված չի եղել, քանի որ ձեր հայրը իրավունք ուներ նշանակել կտակով ժառանգ եւ նաեւ ենթաժառանգ։ Ինչ է դա նշանակում, որ եթե օրինակ կտակում է ենթադրենք ավագ որդուն եւ որպես ենթաժառանգ նշում է ավագ, այն դեպքում եթե ավագ որդիս կապրի ավելի կարճ, կմահանա մինչեւ ժառանգության բացումը կամ կզրկվի ժառանգությունից կամ չի ընդունի ժառանգությունը, ապա նշանակում եմ ենթաժառանգ։ Եթե ենթաժառանգ նշանակված կլինի, ապա ստանալու է ենթաժառանգը։ Եթե չի լինի ենթաժառանգ, ապա սովորական ըստ օրենքի ժառանգություն կբացվի։ Դա այսպես, հաջորդ հարցը բարև ձեզ Անի ջան, մի բան հարցնեմ, եթե ձեռք բերված սեփական տունը դատարանը համատեղ սեփականություն տվել է, ես կարող եմ օգտվել տնից եւ հողից, այո իհարկե կարող եք, քանի որ դուք սեփականատեր եք, հաջորդ հարցը կամ արգելել այդ տանը մարդ ապրի, մինչև իմ մասը առանձնացվի դատարանով։ Տեսեք, յուրաքանչյուր սեփականատեր ապրելու, օգտագործելու իրավունք ունի։ Հիմա պրակտիկայում շատ վատ պրակտիկա է ձևավորվել, երբեմն մարդիկ վերցնում են, այսպես մի սեփականատերը մյուսին է արգելում, մեկը վերցնում է կողպեքը փոխում է մյուս սեփականատիրոջը թույլ չի տալիս ներս մտնել, այն սեփականատերերում իրավունքը խախտվում է, նա դիմում է դատարան կամ ինքն է փոխում, կամ իրավիճակ է եղել, որ երկու սեփականատերով շաբաթը մեկ ամեն մեկը մի բանալիով մի կողպեքը փոխում էր։ Սա մի քիչ օրենքով չկարգավորված է, ես կարող եմ ասել զուտ օրենքի տրամաբանությունը։ Օրենքի տրամաբանությունն այն է, որ յուրաքանչյուր սեփականատեր իրավունք ունի օգտագործել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը։ Հիմա եթե մյուս սեփականատերը խոչընդոտում է, արգելում է, որևէ կերպ սահմանափակում է նրա սեփականության իրավունքը, ապա պետք է դիմել համապատասխան դատական ատյաններ։ Ես հետ կամ ձեզ հետ շփվեմ մի փոքր, տեսնեմ Վիկտորիա ջան, հատուկ չուղարկեցիք ձեր հարցը, ուղարկեք, ես կնայեմ, հասկանամ ինչ եք ուղարկել, որ չեմ պատասխանել։ Բելա Սարգսյան, Բելա ջան, հետ կգամ հարցերին, լավ, հիմա իմ հարցերը այստեղ համարյա ավարտեմ ու հետ գամ հարցերին։ Հաջորդ հարցը, որ տրվել է, որքան է կազմում 2 երեխայի համար ալիմենտի չափը, ըստ էության մեր ընտանեկան օրենսդրությունը նախատեսում է 2 իրավիճակ, երբ որ ալիմենտը սահմանվում է աշխատավարձի մասով, ես միանգամից բոլորը նշեմ, հա, ըստ էության մենք ունենք հոդված 69-րդ հոդված ընտանեկան օրենսգրքի, որտեղ ասում է, որ ամուսնության ընթացքում եթե ունեք մեկ անչափահաս երեխա ծնված եւ ալիմենտային պահանջ պետք է բավարարվի, ապա աշխատավարձի 1/4, այսինքն 25%-ը։ Եթե 2 երեխա է, ապա 1/3, եթե 3 կամ ավել երեխա է, ապա կեսը։ Սա եթե աշխատավարձի մասն է, իսկ եթե կայուն դրամական միջոցով է սահմանվում, ապա կայուն դրամական միջոցի դեպքում գնահատվում է երեխայի լավագույն շահը, գնահատվում է այն ծնողից գանձվող նրա պայմանները, թե ինչ պայմաններում է նա եւ կամ ինչ եկամուտ ունի, երբ է նշանակում կայուն եւ երբ աշխատավարձից մասով, երբ իրավիճակի լինում անձի եկամուտը հաստատուն չէ, այսինքն եկամուտ ստանում է անկայուն եկամուտ կամ չի ստանում եկամուտ, այն նման իրավիճակներում դատարանը սահմանում է ալիմենտ կայուն դրամական միջոցով։ Իսկ եթե աշխատավարձ է, հաստատուն աշխատավարձ է, ապա ալիմենտի չափը սահմանվում է, ինչպես նշեցի, մասով, աշխատավարձից կոնկրետ մասով։ Հիմա հետ գանք ձեր հարցերին։
Հետ գանք ձեր հարցերին, ես բոլոր նոր միացողներին ողջունում եմ, թեև մոտենում եմ իհարկե եթերի ավարտին, հարցերից հետո եթերը կավարտեմ, բայց ողջունում եմ ովքեր որ նոր են միանում եւ նոր միացողներին նորից առաջարկում եւ խնդրում եմ նշել, թե որտեղից են դիտում ինձ։ Գանք հարցերին։ Իդեպ ես երեք նկատեցի, որ եթերից հետո դեռ մինչև այսօր մարդիկ գրում են, թե որտեղից են դիտում, շատ հաճելի է ու ես անընդհատ նայում եմ, դեռ շարունակում եմ նայել, թե որտեղից է դիտում։ Որտեղից էր սկսում ձեր հարցերը։ Նայերա Յան, կներեք, եթե բաց է թողնվել ժառանգության 6 ամսվա ժամկետը, անցել է 18 տարի, կարող են արդյոք սեփականությունն ընդունել փաստացի տիրապետման ընդունման հիմքով։ Իհարկե, Նայերա ջան, իհարկե կարող են, միայն այստեղ հարց է ծագում, թե քանի ժառանգ են այդ փաստացի տիրապետողները եւ արդյոք մյուս ժառանգների հետ, ովքեր որ չեն տիրապետել, նրանց հետ վեճ չկա։ Եթե վեճ չկա, ապա նույնիսկ 18 տարի անց կարող եք դիմել նոտարական գրասենյակ, ներկայացնել վկաներ, ներկայացնել ապացույցներ, այն մասով, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն եք ընդունել, եւ եթե վեճ չկա, նոտարը կձևակերպի։ Որևէ խնդիր չկա։ Հետ գնացինք նորից ձեր հարցերին։ Հա։ Գովասանքներն անցնենք։ Գայանե Բեգոյան, նույնիսկ եթե հարցեր չունեք, էլի չի խանգարում, հաստատ լսեք, որովհետև հետո լինում է, որ հետագայում ինչ-որ հարց է ծագում եւ հիշում եք արդեն թե ես ինչ եմ ասել։ Լուիզա ջան Պիտերից ուրախ եմ շատ։ Ես Պետերբուրգում եղել եմ ձմռանը, մեծ շատ կուզենայի տաք եղանակին է լինել։ Որտեղ են ձեր հարցերը, ես չեմ տեսնում ձեր հարցերը, բայց հարցեր կար։ Ռուզանա Զավենովնա, հա, ասացի, որ գրեք WhatsApp-ին։ Ահա, գտա Սոնա Քարյան։ Բարև ձեզ, եթե սեփականության վկայականում անվան 1 տառի տարբերություն կա, ինչպես նույնականացնենք, քանի որ բազայում նշված անձի եւ անձնագրի անունի մեջ կա 1 տառի տարբերություն։ Ըստ էության հիմա ուղում կատարելը բավականին հեշտացել է, Սոնա Քարյան ջան, ասեմ, որ բավականին հեշտացել է։ Պետք է ուղղակի հասկանալ, թե ինչն ենք ուղում։ Եթե սեփականության վկայականում այդ տարբերությունը որտեղից է գալիս։ Եթե օրինակ անձնագրի մեջ այլ կերպ է գրած, սեփականության վկայականի մեջ այլ կերպ է գրած, ես ինքս եմ ունեցել, որ բազմաթիվ ուղումներ են կարել, ներկայացնում ենք հիմքերը եւ խնդրում ենք ուղում են։ Դուք ներկայացրել եք ուղում կատարելուց հրաժարվել են, թե չեք էլ դիմել, որովհետեւ շատ հեշտ են հիմա ուղում։ Էթեր Խաչատրյան, Մոսկվա, Երևան, ես դեռ նայում եմ, թե որտեղից է։ Նարինե Սահակյանի հարցը, բարև ձեզ, ծնողներս 2002 թվականին բնակարան են գնել, մի քանի տարի առաջ նոտարով նվիրատվություն արեցինք, սակայն կադաստր մերժեց, բացատրելով, որ տարաժամկետ վճարում ունեն, սակայն ծնողներս պնդում են, որ ամբողջ գումարը վճարել են եւ առ օրս ոչ ոք չի դիմել, 225,000 դրամի մասին է։ Կան նաեւ թղթի վրա ժառանգներ, իհարկե ստացել եմ կադաստրով վկայական, բայց չեմ կարող վաճառել։ Ինչ կարող եմ անել։ Նարինե Սահակյան ջան, մեր WhatsApp-ին ուղարկեք ձեր սեփականության վկայականը, ուղարկեք կադաստրի մերժումը։ Այս որ ասում եք թղթի վրա կան ժառանգներ, ինչա նշանակում։ Եթե ունեք առանձին ժառանգության իրավունքի վկայագրով նաև ժառանգներ, մի խոսքով ինչ փաստաթղթեր ունեք, ուղարկեք WhatsApp-ին եւ հիշեցրեք, որ Բելգիայից Նարինեն է, իմ օգնական ինձ կփոխանցի, կնայեմ, ձեզ կպատասխանեմ։ Գայանե ջան, ասեցի արդեն մեկ զանգի իրավունքի մասին։ Տորթերի պատվերներ։ Ողջույններս, կողակցի սեփականության դիմումը նույնը չէ նոտարի մոտ նվիրատվություն անել, ոչ, դրանքների տարբեր բաներ են։ Ձեզ հենց այդպես էլ դիմեմ, հա, տորթերի պատվերներ ջան։
Չէ, դրանք տարբեր բաներ են։ Կոակցիա սեփականության դիմումը դե 2027 թվականի հունվարի 1-ից արդեն կարողանաք ներկայացնել։ Դա գրանցված ամուսնության ընթացքում, համատեղ ամուսնության ընթացքում, եթե գույք է ձեռք բերվում, ապա ամուսինները դիմում են նոտարի, նոտարական գրասենյակում այդ համաձայնությունը արդեն կորոշվի համաձայնության ձև, եթե դիմումի ձև է, ինչևէ նոտարն է հաստատում, այնուհետև այդ ներկայացվելու է կադաստր, որպեսզի գրանցվի։ Իսկ նվիրատվությունը բոլորովին ուրիշ բան է։ Իդեպ, չգիտեմ, վաղը կհաջողվի ինձ եթեր դուրս գալ, թե ոչ, այսօր մի շատ կարևոր գործով վերդիկտի էի սպասում, ուղղակի վերդիկտս հետաձգվեց վաղվա, եթե ունեցա արդարացման վերդիկտ, որին ես շատ սպասում եմ և շատ մեծ հույս ունեմ, որ արդարացման վերդիկտ է լինելու, ձեզ լուր կտամ։ Էլ հարցեր ոնց որ չունեմ, հա, մի հատ նորից նայեմ և չեկա հարց։ Բելլա Սարգսյան։ Բելլա Саркисяни հարցը ռուսերեն է, փորձեմ կարդալ. Добрый вечер. Подскажите, пожалуйста, у меня к вам вопрос. 14 лет назад мой отец приехал в Армению принять наследство от отца. Наследники были отец и его сестры, но случилось недопонимание между отцом и его сестрой, и отец не принял наследство, приняла только сестра. 9 месяцев назад мой отец умер. Ту долю, которую он не принял, мы принять можем. Харцеда, его сестра говорит, что дом на ее имя записан. Այսինքն, եթե հարգելի հարցի եղինակ Բելլա Սարգսյան ջան, եթե ասում եք, որ քույրը ասում է արդեն իր անվամբ գրանցված է, դա նշանակում է, որ արդեն ձևակերպել են։ Ինչ կերպ են ձևակերպել, հիմա չեմ կարող ասել, բայց ձեզ եւս առաջարկում եմ, որովհետեւ հասկանում եք, չէ, որ այդպես մի քանի իրադարձություններ եք դուք նշում, ես հիմա ստիպված պետք է բոլորը լսեն, ես հարց տամ, դուք պատասխան գրեք, ես հարց տամ, դուք պատասխան գրեք։ Ամեն դեպքում, եթե հարցի ձեր վերջնամասում դուք նշում եք, որ քույրն ասում է, որ արդեն իր անվամբ է ձևակերպված, դա նշանակում է, որ արդեն իսկ ժառանգություն է ձևակերպվել։ Ամեն դեպքում դիմեք կադաստրի իրավունքի վերաբերյալ հարցադրումով կպատասխանի, եթե դուք այստեղ չեք կարող են Ահա, հաջորդ հարցերը ես մեսենջերում եք ուղարկեմ մեսենջերին, ուղարկեք, բայց այո, արդեն դա ավելի ուշ կարող եմ անդրադառնալ։ Կարինե Հարությունյան, բարի երեկո, խնդրում եմ ասեք, եթե ամուսինը իրեն հասանելիք ամբողջ գույքը կտակել է կնոջը, իսկ նախկին կնոջ դուստրը իրավունք ունի բաժնեմաս պահանջել, նախապես շնորհակալություն Երևանից եմ։ Կարինե ջան, կախված է նրանից, թե ինչ բաժնեմաս ունի ամուսինը։ Եթե ամուսնու հասանելիք մասը ամբողջն է, ապա իհարկե իրավունք ունի։ Եթե իրեն ամբողջը չի պատկանում, ապա բնականաբար չի կարող ամբողջի նկատմամբ կտակ կազմել։ Ձեր հարցը հետևյալն է, նախկին կնոջ դուստրի իրավունք ունի բաժնեմաս պահանջել։ Տեսեք, ես նախորդ եթերին եւս խոսել եմ այդ պարտադիր բաժնի մասին։ Եթե կտակ կազմի եւ պարզվի, որ նախկին կնոջ կինը, նախկին կնոջ աղջիկը կներեք պարտադիր բաժին ունի, ապա այո, այդ դեպքում իրավունք ունի։ Հակառակ դեպքում չէ։ Շուշանիկ ջան, այնքան մեծ հարց եք գրել, փորձեմ կարդալ։ Ինձ մի օրենքի բաց թողում է հետաքրքիր, երբ է լուծվելու, տարիներով մի տան մեջ ապրում ես, ամուսնացած, ունես անչափահաս երեխա կամ երեխաներ, գրանցված են տվյալ տանը, հայրը միայն ճանաչում է հայրությունը, զաքսավորված չես, բազմանդամ ընտանիք է։ Եթե վաղը բնակարանը ծախեն, տան հարսին ոչինչ չի հասնում, հաշվի չի առնում, որ տարիներով այդտեղ փաստացի ապրել են, արարել ես, տանջվել ես, բայց ինչ հարցերից ելնելով չեն գրանցել։ Ոչ միտեղ փաստաթուղթ չի երևում քո անունը, բացի երեխայի մայր լինելուց, ու մի գեղեցիկ օր փաստացի մնում ես դրսում։ Այո, ցավոք դա այդպես է։ Որովհետև տնեցիքի ճոբան լինելու պատճառով քեզ չեն ցանկացել ընդառաջել, այս իրավիճակում ապրողները ինչպես կարող են իրենց իրավունքները պաշտպանել։ Դա շատ լուրջ հարց եք բարձրացնում, Շուշանիկ ջան, եթե ճիշտ եմ հիշում, Շուշանիկ, այո։ Շուշանիկ ջան, լուրջ հարց եք բարձրացնում, որովհետև այո, եթե ընտանիքի հարցը ապրում է այդ հասցեում, ոչ մի իրավունք ձեռք չի բերում, ստացվում է, որ որևէ սեփականության իրավունք չի ունենում, այո, ցավոք։ Դե այդպես է, ինչ ասեմ։
Տորթերի պատվերներ, եթե կողակիցը մահանում է եւ տվյալ դիմումը չի լինում, տվյալ դեպքում որ օրենքն է գործում ժառանգության հետ կապված, տվյալ դեպքում գործում է սովորական մեր դասական ժառանգական ինստիտուտը, այսինքն ժառանգում է երեխան եւ ամուսինը։ Լուիզա, եկեք իսկական ժամանակն է, մեծ սիրով ձեզ ընդունեմ ու շատ գեղեցիկ տեղեր ման կգանք, այդ ամեն ինչն իմ կողմից։ Լուիզա ջան, որտեղից էիք։ Երևի Պիտերից, հա, ես որ Պետերբուրգի մասին էի խոսում։ Շնորհակալ եմ շատ։ Ում պետք է դիմենք։ Սոնա Կարյան, ինչի մասին էր խոսքը, թե ում պետք է դիմեք։ Եթե տեսեք, հիմա արդեն ես խառնում եմ, հարցերը շատ են գալիս, ես արդեն մոռանում եմ ում ինչ եմ պատասխանել։ Եթե կադաստրի մասին էր, որ պետք է կադաստրից վերցնեի, ապա տեղեկություն, ապա կադաստրից։ Սոնյա Մոների, այսինքն առանց դատարանի փաստացի տիրապետումով վիճարկելի չլինելու դեպքում կարող ենք, իսկ նոտարը դա առարկում է եւ հրաժարական է ուզում արդեն 15 տարի ծնողների մահվանից հետո, իսկ լիազորագիրը չեն ընդունում։ Իմ հարցին արձագանքել եք, ես WhatsApp-ով գրել եմ։ Շատ ուրախ եմ, որ արձագանքել եմ։ Բարևներ Վիլիկի Նովգրոդից։ Նայրա ջան, ողջույններս։ Սարգիս Կիրակոսյան, խնդրեմ, ձեզ եւս շնորհակալ եմ հետևելու եւ այսպես լավ ու ջերմ մթնոլորտ ապահովելու համար։ Անի Հայրապետյան ջան, վստահ եմ, որ վերդիկտը կլինի արդարացման, տարին սկսել եք արդարացումներով, այո, Անի Հայրապետյան ջան, դուք շատ լավ տեղյակ եք իմ արդարացումներից, արդեն չեմ ուզում ասեմ որերորդ, բայց հույս ունեմ, որ վաղվանը կլինի հերթականը։ Տամիլա Վարդանյան ջան, շնորհակալ եմ։ Ընկերներս, ես գնացի, այլևս հարց չկա, շնորհակալ եմ շատ եթերին հետևելու, հարցեր ուղղելու եւ մեր մթնոլորտը այսպեսի ջերմ ու լավ միջավայր ապահովելու համար։ Լավ եղեք։